6 օրից 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստն է։ 105 պատգամավոր է լինելու նոր խորհրդարանում։ 64 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը միանձնյա մեծամասնություն է եւ կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընդունել օրենքներ։ Բայց սահմանադրություն փոխելու համար ՔՊ-ին ընդդիմադիրների ձայները պետք կլինեն։ Ընդդիմադիր Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները միասին 41 պատգամավոր ունեն։ Ուժեղ Հայաստանը գնում է ազգային ժողովի ամբիոն օգտագործելու, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների հուզող հարցերը բարձրաձայնենք։ 29 պատգամավոր ունեցող ընդդիմադիր ամենամեծ Ուժեղ Հայաստան խմբակցությունը օգոստոսի 2-ին սեփական օրակարգով է մտնելու երկրի օրենսդիր մարմին։ Անկախ խոչընդոտներից փորձելու են կյանքի կոչել նախընտրական խոստումները։ Բաղրամյան 19 գնալուց առաջ էլ մարզերում քաղաքացիների հետ են հանդիպում, նրանց մտահոգող խնդիրներն են ցուցակագրում։ Մենք ունենք հստակ օրակարգ, մենք ունենք առաջնահերթություններ, մեզ համար կարևոր է ուժեղ Հայաստան ունենալ, պաշտպանված եւ ուժեղ հայրենակիցներ ու քաղաքացիներ ունենալ, հայ ժողովուրդ ունենալ, որոնք որ կարճած են ամուր իրենց հողից։ Ուժեղ Հայաստանը ազգային ժողովի փոխնախագահ ու 3 մշտական հանձնաժողովների ղեկավարներ նշանակելու մանդատ է ստացել։ Վերցնելու են այդ պաշտոնները թե ոչ, գլխավոր ինտրիգը հանգուցալուծել չի շտապում Ուժեղ Հայաստանը, չնայած 6 օր է մնացել առաջին նիստին։ Որոշում չունենք դրա մասին հայտարարելու, երբ որ որոշում ունենանք հայտարարելու հետ կապված անպայման կհայտարարենք։ Անկախ որոշումից ՔՊ-ի հետ լեզվակռիվը բացառելու ճանապարհով են գնալու։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք որ օրհասական են մեր հայրենակիցների համար։ Մենք ավելի շատ պիտի գնանք դրա ուղղությամբ եւ ոչ թե փորձենք մեր պոտենցիալը մաշեցնել, ասենք, չգիտեմ, իշխանության հետ բանավեճերի եւ այլ երկխոսությունների մեջ։ Անդրանիկ Գևորգյանը չի կարծում, թե իշխանությունն այնքան անմիտ է, որ խոչընդոտի իրենց առաջարկները։ Չեմ կարծում, որ իշխանությունը այդքան անմիտ կլինի։ Նկատում է, եթե մերժեն, կստացվի դեմ են երկրի զարգացմանը։ Մենք լիահույս ենք, որ մենք պիտի մեր հայրենակիցների համար անենք ամեն բան, որպեսզի խնդիրները ստանան հավուր պատշաճի լուծումներ։ Որ ասում կապրենք, կտեսնենք, իհարկե։ Մյուս կողմից Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորը ընդգծում է, ընտրություններից հետո ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող ճնշումները, այդ թվում հարուցվող քրեական գործերը ցույց են տալիս, որ հանգիստ կյանք չի ունենալու ընդդիմությունը խորհրդարանում։ Չի բացառում, որ ինչ-որ պահի կարիք լինի գործի դնել փողոցային պայքարի տարբերակը։ Եթե գա այն պահը, որ պետք է փողոցային պայքար ձևավորվի, մենք ասացինք, թե ինչու ենք մտնում ազգային ժողով, որպեսզի փողոցային պայքարի դեպքում ազգային ժողովում էլ մենք ունենանք մեր падգամավորական կազմը, որը որ կիրականացնի այն գործողությունները, որ իրենից ենթադրում է փողոցային պայքարից հետո ազգային ժողովում։ Ընդդիմությունն ունի միաժամանակ 2 ֆրոնտով պայքարելու մարտավարություն։ Թերեզա Կադաևչյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուշ։